որ երեխաների հոգեկան հավասարակշռությունը, հոգեվիճակը բարձրացնի, ինչ որ մի բարի խոսք։ Օրինակ ինչ եք ակնկալում առնվազն։ Թեկուզ արձակուրդի միջոցով, ինչ որ մի բարի խորհրդով, ասա։ Ձեր անունն ինչ է։ Գևորգյան Արայիկ։ Որտեղ է ծառայում ժողովրդին։ Հիմա դիրքերում է, պետքա տեղն ասել։ Գոհ ծառայության պայմաններից։ Շատ բարձր մակարդակի։ Իսկ ինչ է պատմում Զորամասում տրամադրությունների։ Ոչ մի դժգոհություն չկա, ոչ բացարձակ։ Բոլոր հայ պատանները պիտի ծառայեն հանուն հայրենիքի, պաշտպանեն հայրենիքը։ Ասացիք չեք Այսօրվա բանակը, Այս թեմայով ոչ մի խոսք, սա մեր պայքարն է, որ լինի հավասարություն, արդարություն, թող լսեն մեր խոսքը, ինչ որ մի ձև մեզ առաջնորդեն, լսեն մեր խոսքը։ Այսինքն ոչ թե զինվորներն են այսպես դժգոհություն հայտնել, այլ զինվորը գիտի, որ դրա իրանից հետո ծառայողը ծառայելու է 18 ամիս, ինքը 2 տարի։ Սենց թե նենց ազդում է իրենց հոգեվիճակի վրա։ Մարդական տրամադրությունները բարձր է։ Չէ, այդքան բան ինչ պարտադիր է, որ մենք խոսենք, իրանք իմանան այդ մասին։ Պաշտպանության նախարարության մոտ եք նմանատիպ ակցիա արել, կառավարության մոտ, դրանցից որևէ արձագանք ստացաք, որովհետև այդ ակցիաներին արձագանքներն ա եղել, որ հավաքված ժամանակ ասել են գնացեք ինչ որ ձև կմտածենք, մի բան կորոշենք, սենցնես, բայց ուրա նորմալ պատասխան չենք ստացել։ Պաշտպանության նախարարությունից ասում են, որ չեն պատրաստվում վերանայել այս որոշումը։ Տեսնենք, չեն վերանայելու, Փաշինյանը ասեց անպայման պաշտպանության մենք էլ կորոշենք, հետագա մեր անելիքները կորոշենք։ Խորհրդակցեն, ինչ հնարավորություն կլինի կանեն։ ձեր անունն Գայանը, ինչ է։ Հարությունյան։ Տիկին Գայանի, այսինքն դուք էլ եք կարծում, որ ավելի ճիշտ ձեր պահանջը միայն տարուկես դարձնելը չէ, այլ խրախուսական։ Այո, թող արձակուրդների ձևով մի քիչ մանավանդ, որ իրանք սահման պահող են, թող մի քիչ գոնե երկար գան, հանգստանան երեխեքը գալիս են։ Բանակային ընկերներով քննարկում են այս թեման։ Չէ, ես ասում եմ, ընդհանրապես ես իրեն երեք խոսել եմ իր հետ, բայց այս թեմայով ոչ մի խոսք։ Ազնվությամբ Նորմալ։ Դե ես իր հետ չեմ խոսը, հիմա ինքը տեղյակ կա, կարող է կողքից խոսում են գիտի, բայց անձամբ ես իրեն հետ այս թեմայով չեմ խոսում։ Իսկ հիմա ում հետ են հանդիպման գնացել ձեր։ Դե այնտեղ որոշեն տեսնեն ով է ընդունելու, ինչ հարցով են, հələ տեղյակ չենք։ Թեկուզ, կարևորը որ հանդիպում կազմակերպեն, որ մեր խոսքը լսեն, մեր պահանջը լսեն։ Դուք նամակ հանձնեցիք պաշտպանության նախարարին, պատասխան եղավ այդ նամակին։ Պատասխանը նորից մերժողական բնույթի է, էլի, եթե նորմալ լիներ, մենք այստեղ չէինք լինի։ Չեք հանձնվելու։ Չէ, ոչ մի դեպքում։ Իսկ եթե այսօր եւս արձագանք չլինի, ինչ եք անելու։ Նոր կորոշենք հետագա անելիքը, հիմա այս պահին չեմ կարող ասել, եթե Փաշինյան Պապիկյան ինչ կորոշեն, եթե կընդունենք գիտություն, ինչ անենք։ Սովենք, որ ամեն ինչ լավ կլինի ու հավասարություն կպահպանվի։ Եթե ոչինչ չփոխվի, հաշտեք լինելու որ։ Ուզած չուզած ինչ անենք։ Դե ասում են ոչինչ չեն պատրաստվում փոխվել։ Հիմա Չէ, ինչ որ մի բան կանեն, հույսով ենք, մարդկային մոտեցում կցուցաբերեն։ Հնարավոր չի։ Դուք 4 որդի եք ծառայության։ Այո։ Վերջիննա։ Պահանջում եք գոնե տարեկես ծառայություն։ Դե տեսնենք ինչ կորոշեն իրանք։ Մեզնից ինչ է մնում, գալ, խնդրել, տեսնենք։ շնորհակալ եմ։ միտվածություն ունի, այսինքն վերականգնել հավասարություն